Եկեղեցին բոսակն է եկեղեցին։ Բոսակը եկեղեցին է։ Սեռական մորագարը եկեղեցին է։ Գանձագողը եկեղեցին է։ KGB գործակալը եկեղեցին է։ Լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու։ Արդյոք ների հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա ներշնչված է սատանայի կողմից։ Արդյոք նա փորձում է կառուցել այն, ինչը խորհրդանշական կերպով կարելի անվանել սատանայական եկեղեցի։ Արդյոք ների ներքին շրջապատի անդամները հարում են մի աշխարհայացքի, որն իր էությամբ հակադիր է բոլոր սրբություններին։ Շատերը նման հարցադրումները կարող են որակել որպես չափազանցված, բայց որտեղ է ճշմարտությունը։ Ոմանք պնդում են, թե ների հակաեկեղեցական արշավի սատանայական բաղադրիչն այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Այս տեսակետը հրապարակայնորեն արտահայտել է Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանը, եւ այդ դիտարկումն առավել խոսուն դարձավ այն փաստով, որ Բագրատ Սրբազանը բանտարկված է իշխանության զավթման աբսուրդ մեղադրանքների հիման վրա։ Կարևոր է սակայն ընդգծել, որ ների գործողությունների հնարավոր սատանայական բնույթը պարտադիր չէ բացատրել միայն աստվածաբանության միջոցով։ Սկզբից այն կարելի է քննել ժամանակակից կլինիկական հոգեբուժության եւ հասարակական գիտությունների օգնությամբ։ Իրոք, ների հակաեկեղեցական արշավի ամենատարածված բացատրությունները քաղաքական են։ Հարվածի տակ դնելով կաթողիկոսին եւ էջմիածինը, ները փորձում է ջնջել անկախ բարոյական հեղինակության կարևոր մի խորհրդանիշ, ստեղծելով իր սեփական գրպանային եկեղեցին, բռնապետական նեոբոլշևիկյան համակարգի կառուցումն ավարտելու նպատակով։ Չնայած որ նման բացատրությունները սխալ չեն, դրանք ամբողջական չեն եւ չեն բացատրում այդ արշավը բնորոշող անսովոր համառությունը եւ խորապես անձնական թշնամանքը։ Ների վարքագիծը վկայում է ավելի խորքային խնդրի մասին։ Սկզբից եւ այդ շատերը զգացել են, որ նրա եւ իր ամենամոտ շրջապատի պահվածքում շատ բաներ սկզբունքորեն աննորմալ են։ Չունենալով հստակ բացատրություն, մարդիկ դիմել են կոպիտ պիտակների, անմեղսունակ, զոմբի, շիզոֆրենիկ, նկարագրելու այն հանրային վարքը, որը բնորոշվում էր պիղծ ստերով, թունավոր ատելությամբ, բանավոր նվաստացման մոլուցքով եւ պատերազմից հետո հնչած տարօրինակ հայտարարություններով, ինչպիսին էր մենք հպարտ ենք մեր պարտության պարտահայտությունը։ Անմեղսունակ, զոմբի, շիզոֆրենիկ եւ այլ նման բնորոշիչները բնազդային փորձեր էին, հասկանալու թե ինչու ների մոտ բացակայում են բնական բարոյական արձագանքները՝ ամոթը, պատասխանատվությունը, կարեկցանքը, խղճի զգացումը։ Սա շիզոֆրենիա չէ։ Շիզոֆրենիան, ինչպես նաև օրինակ երկբևեռային խանգարումը կամ դեպրեսիան, հիվանդություն է, որը կապված է նյութական իրականության աղավաղված ընկալման հետ։ Ինչպես վկայում են բազմաթիվ գիտահանրամատչելի աշխատություններ, ների վիճակը հոգեբանությունն անվանում է փսիխոպաթիա, հոգեբանական խանգարում, որը բնորոշվում է բարոյական իրականության խեղաթյուրումով եւ աննորմալ արժեհամակարգ ունենալու առկայությամբ։ Հայաստանը դժբախտաբար օրինակն է այն դիտարկման, որ փսիխոպաթիան քաղաքական ոլորտի աղետներից է։ Իրենք նաև ի վիճակի չեն, ունակ չեն, տևական, կայուն, դրական էմոցիոնալ կապերի։ Ունակ ընդունված է, որ եթե այնպես է քո կյանքը դասավորվել, որ քո կողքին ընտանիքում լինի, չգիտեմ, ընկերական շրջապատում լինի, փսիխոպաթ է հայտնվել կամ այդպիսի ուրեմն ակցենտուացիա ունեցողը, ուրեմն դու դժբախտ մարդ ես, որովհետև իրենք դժբախտ են դարձնում շրջապատը։ Դրանից իրենք հաճույք են ստանում, բայց կողքիններին դժբախտ են դարձնում եւ իրենք կայուն էմոցիոնալ կապեր չեն ունենում, դրական կապեր, այսինքն իրենք ունակ չեն սիրելու։ Աշխարհի բազմաթիվ երկրներում, օրինակ 1917 թվականին Ռուսաստանում, 1930-ականների Գերմանիայում կամ 2010-ականների Վենեսուելայում փսիխոպաթ պոպուլիստները եկել են իշխանության եւ իրենց երկրները մեկ առ մեկ տարել կործանման։ Իհարկե այս վերլուծությունը չի հավակնում կլինիկական փորձագիտական լինելու, այն հիմնված է հանրամատչելի, լավ հաստատված գիտական ուսումնասիրությունների կիրառման վրա։ Այս ուսումնասիրությունները բացատրում են, թե ինչպես կարող են ների նման մարդիկ առաջին հայացքից թվալ գրավիչ եւ գուցե կոմպետենտ, միաժամանակ զբաղվելով համակարգված խաբեությամբ, ցինիկ ստերի տարածմամբ եւ քայքայիչ դավաճանական գործողություններով։ Այս համատեքստում է տեղավորվում իրական Հայաստան հրեշավոր դոկտրինը, որը ները ներկայացրեց ցինիկաբար ժողովրդի երեսին շպրտելով, թե նա Արցախը միտումնավոր զոհաբերելու քայլ առ քայլ ճանապարհային քարտեզ է ժամանակին մշակել, եւ դա արել է ոչ թե 2018 թվականի իշխանազավթումից հետո, այլ շատ առաջ, որ իբր ազատի Հայաստանը Ռուսաստանին կապող թոկից։ Ահա այստեղ է, որ քրիստոնեական աստվածաբանությունը լրացնում է գիտության միջոցով արված դիտարկումները։ Փսիխոպաթ անհատը որպես խորքային հոգեբանական խանգարում
կոչում ունեցող մարդ չի կարող զղջալ եւ հետեւաբար նաեւ ապաշխարել։ Առանց ապաշխարության նրա սիրտը փակ է Աստծո շնորհի առաջ եւ նա չի կարող մտնել հաղորդության մեջ Աստծո հետ։ Սակայն փսիխոպաթի սիրտն ու հոգին չեն կարող մնալ հոգեվորապես չեզոք վիճակում։ Դրանք աստիճանաբար դառնում են ընկալունակ սրբությանը հակառակ ուժերի ազդեցության նկատմամբ։ Քրիստոնեական ընկալմամբ հենց այստեղ է, որ փսիխոպաթը մերժված Աստծո շնորհը փոխանակում է սատանայական դիվային ուժերի հետ դաշինքի հետ, փաստացի զինվորագրվելով սատանայի ստրուկ լինելու պիղծ ուխտին։ Այս սատանայական շրջադարձի պատճառով եւ դրա հետևանքով դավաճանությունը վերանվանվում է խաղաղություն, բարոյական անկումը փաթեթավորվում է որպես առաջընթաց, սրբապղծությունը ներկայացվում է որպես ազատագրում։ Այս օրինաչափությունները, որոնց բազմիցս անդրադարձել է անգլիացի գրող Ջորջ Օրուելը, Հայաստանում ների գյադայական պոպուլիզմը մերկացնող անասնաֆերմայի հեղինակը, պարզապես քաղաքական երևույթներ չեն, դա Աստծուց օտարված խղճի ստորագրությունն է։ Հիշեք, որ Ցեղասպանության զոհերը սրբադասվեցին հայրաքելական Սուրբ եկեղեցու կողմից։ Հիշենք, որ Արցախի թեմը պահպանվեց։ Հիշենք, որ Արցախի վերադարձի իրավունքը ըստ էության հետևողականորեն հետամուտ է լինում հայրաքելական Սուրբ եկեղեցու կողմից։ Այսինքն նրանց աչքերում սա համար 1 թշնամին է։ Սա այն թշնամին է, որին նրանք պետք է ամեն գնով կոտրեն։ Հիմա նրանք ինչպես պետք է կոտրեն։ Թուրքական զորքը մտնի Էջմիածնե գրավի, չի։ Եթե կարելի է Հայաստանում իրաց կամակատարների, խամաճիկների, դրածոների միջոցով փորձել նույն խնդիրը լուծել։ Եվ իրանք հենց այդ խնդիրն են դրել Փաշինյանի առաջ։ Դու փորձի կոտրել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որովհետև դա հայ ազգի դիմադրության ողնաշարն է։ Եկեղեցին մնում է այն միակ հաստատությունը, որը դիմադրում է այս պիղծ շրջադարձին, հաստատելով եւ պաշտպանելով ճշմարտությունը, պատասխանատվությունը, ապաշխարությունը եւ սրբությունը։ Ահա թե ինչու ները վաղ թե ուշ պետք է հարձակվեր եկեղեցու վրա, որպես պատրվակ օգտագործելով եկեղեցու ներսում կուտակված եւ վաղուց լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։ Նրա ռեժիմը չի կարող համատեղ գոյություն ունենալ մի հաստատության հետ, որը պարբերաբար հետևողականորեն բացահայտում է իր կեղծ հեղափոխության հիմքում ընկած հոգեվոր դատարկությունը, սնանկությունը։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։